Տղմուտ Խոյից դեպի արևելք մի բարձր լեռ կա։ Գաղթականությունը տեղավորված էր Սեյդավարի և Խոյ քաղաքի միջև, ձգվելով մինչև այդ լեռան ստորոտը։ Բլուրներից մեկը, որ իշխում էր դեպի հյուսիս տարածվող դաշտին, Վարդանաց անունն էր կրում։ Նրա վրա կանգնած էր մի անպաճույճ մատուռ, և կողքից դանդաղ հոսում էր Տղմուտ գետը։ Մեր հեծելազորը դաշտով գնաց և կարմիր մարգարտածաղիկների միջով դուրս եկավ այդ մատուռի տակ։ Այդ այն նվիրական վայրն էր, որի վրա ես և Մշեցի Տիգրանը մոմեր էինք վառել տարիներ առաջ։ Մենք գտնվում ենք Շավարշյան դաշտում, զորքին դիմելով, ասացի ես։ Ահա քաջն Վարդանի գերեզմանը, և ահա այն կարմիր ծաղիկները, որ ամեն գարնան բացվում են մեր հերոսների նահատակության վայրում։ Իմացեք, իմ քաջեր, հայրենիքին դուք կարող եք օգտակար լինել, հերոսաբար կռվելով Տղմուտի ափին, ինչպես որ կռվեցիք Սեյդավարում և Խոյի պարիսպների տակ։ Խոսքս վերջացրի, թե չէ, Անդրանիկը իմ ճակատը համբուրեց, և այդ համբույրը զինվորից զինվոր փոխանցվեց խոր լռության մեջ։ Ապա խոսեց զորավարը. Իմ առյուծ քաջեր, ասաց նա, չընկճվեք թշնամու գերակշիռ ուժերի առջև։ Միշտ էլ մեր թշնամին շատ է եղել, իսկ մենք քիչ։ Մենք նպատակին ձգտում ենք ոգեկան ուժերի լարումով, իսկ մեր թշնամին աճելով։ Այդ թշնամին անչափելիորեն նենգ է և անհունորեն անգութ։ Նա ձի չի նստում ասպետական սխրանք կատարելու խանդով, այլ իր մարմինը փոխադրելու պահանջից։ Մի վայրկյանում նա ավելի է ստրկանում, քան սասունցի հայը տարիների, դարերի ընթացքում։ Նա կարճահուշ է, ուստի և ապերախտ։ Այս կռվում ձեզ հետ է Տարոնի առյուծ զորավար Մախլուտոն։ Պատերազմներում տարած իմ հաղթանակների մեծ մասը ես նրան եմ պարտական։ Ձեզ հետ են հեծելազորի հրամանատար Սարգիս Ճեպեճին և հին հայդուկ Գևոն։ Ձեզ հետ են գումարտակի հրամանատար Բոնապարտը և Սեյդավարի հերոս հիստապետ Թորգոմը։ Ձեզ հետ են մեր անվեհեր հարյուրապետներ Սմբուլ Արշակը, Շահկա Արոն և հիստապետ Ճիրոն։ Ձեզ հետ է մեր բանակի աննման երգիչ Ալադին Միսակը։ Ձեզ հետ են Խնուստի Փիլոսը և Պուճուր Աբրոն։ Եվ վերջապես ձեզ հետ է ավարայրի հերոսների անընկճելի կամքը և նրանց անմահ հոգին։ Գիտցեք, որ թշնամին շինված է նույն նյութից, ինչ որ մենք, բայց կռվում կհաղթի ավելի համարձակը, ավելի տոկունը և երկաթե կամք ունեցողը։ Նա, որ երդվել է հաղթել, բայց ոչ երբեք խորհել պարտության մասին։ Մենք հարկադրական նահանջներ արել ենք, բայց արդար կռվի մեջ թշնամին դեռ երբեք չի տեսել մեր թիկունքը։ Երաշխավորեք ինձ ձեր պատվի փառքով, որ այսուհետև էլ նրան չի հաջողվի մեր թիկունքը տեսնել։ Եթե վստահ չեք ձեր ուժերին, ապա կաղաչեմ, բարձրացրեք ինձ ձեր սվինների վրա և տարեք այ այնտեղ, ուր հավիտենական քնով հանգչում է ավարայրի հերոսը, և կենդանի թաղեք ինձ նրա կողքին, քան ճակատը լքելով անարգեք մեր քաջարի նախնիների սրբատեղին։ Ոչ, փաշա, մեր զորամասում վախկոտներ չկան։ Մենք պատրաստ ենք ձեզ հետ հաղթել կամ մեռնել Շավարշյան դաշտում, գոչեցին մարտիկները միաբերան։ Ուրեմն, ձեր հայացքն ուղղեցեք դեպի այն բլուրը, որ մատնացույց արավ զորավար Մախլուտոն, և ծնկի գալով Մամիկոնյան մեծ նահատակի աճյունի առաջ, երդվեցեք, որ ավարայրի այս երկրորդ ճակատամարտում պատերազմի դաշտ լքողը առաջինը մենք չենք լինի։ Եվ Շապինանդը, սուրը պատյանից հանելով, իր նժույգի առաջ ծունկի իջավ։ Նրա ետևից մենք իջանք և մեր ամբողջ գունդը, ձիերի սանձերից բռնած։
թշնամին, որ խոյի պարիսներից դուրս հարվածի տակ էր առել գաղթականների առաջին շարքերը, խուճապահար դիմեց փախուստի։ Սակայն զգաստացած, մերկացած սրերով գլուխը շուռ տվեց դեպի մեր կողմը։ Ու Տղմուտ գետի առաջ, Վարդանաց բլուրի և դաշտի մեջտեղ, սկսվեց ամեհի սրամարտ։ Հեծյալ ու հետևակ խառնվեցին իրար։ Սրեր էին, որ ճայթում էին և կայծակների պես իրար բախվելով, թնդացնում էին օդը։ Կռիվը ծավալվեց Վարդանաց բլուրի կամուրջի շուրջ, որ իշխում էր դեպի Սալմաստ երկարող ճանապարհին։ Անսպասելի հայտնվելով, կռվի մեջ էր նետվել սասունցի հայդուկների գունդը, Փեթարա մանուկի գլխավորությամբ։ Հայդուկուհի Սոսեի կոչով կռվի մեջ նետվեցին նաև գաղթական տղամարդիկ և զինվորի զգեստ հագած կանայք, ով ինչով կարող էր։ Մոսեիմոն, տալվորիկցի Ֆադեն, բահը ձեռքին և թաղիքն ու կարպետը մեջքին կապած, բռնաշենցի ծաղիկ Համբարձումը, Մորուքի եղբայր Օհանը, երկանք ու գերանդի շալակած գյուղացիները, դհոլ գրկած Խութեցին, երկար թարթիչներով աստվածամոր պատկերը մինչև ավարայրի դաշտը բերած Ալաշկերտցին, Մարթան, աղջնա Վահանի կինը, Լոլան, Յադիգամը, ինքը Սոսե մայրիկը և բազում ուրիշներ։ Իմ գումարտակի և Փիլոսի ու Շավաշի ձիավորները կռիվը տեղափոխել էին հռչակավոր մատուռի շուրջը։ Գլուխդ ձախ թեքիր, Փիլոս, հարյուրապետ Արո, առաջդ անդունդը, զգույշ, աֆերիմ, ճիրո, ախ, ինչպես է շանթում ձի ու բաշը մտած, այդպես, երկրորդ հարվածդ շեղ գնաց, Մորուք, աչքդ ծածկիր, Օհան, վրաց սուր է գալիս, ժայռին հենվիր, ախո, բազուկդ հոգնեց, շտապիր, Չոլո, Փեթարա Իսրոն մեղտեղ է ընկած, իսկ Պետոն ուր է, ուժգնորեն։ Այսպիսի խոսքերով Շապինանդը քաջալերում էր կռվողներին, սուրը ձեռքին շանթելով և արծվի պես թռչելով ռազմադաշտի մի ժայռից մյուսը, մերթ խոյի կիրճով գետափն ի վեր վազելով, մերթ հայտնվելով ձախակողմյան բլուրի վրա, մերթ հարյուրապետներ Ճեպեճի Սարգսի, Սմբուլ Արշակի և Բոնապարտի թիկունքին կանգնելով։ Եվ կռվում էին, զորք ու զորական, Ֆրանկ Նորշենցին, և հիստապետ Ճիրոն, և Ալադին Միսակը, և աղջնա Վահանը, և Պուճուր Աբոն, և Տեր Քաջի Ադամն էր կռվում, և Հաջի Գևոն, և հիստապետ Թորգոմը, և Կուրավա Շմոն։ Տղմուտը նորից ծածկվեց թշնամու դիակներով։ Մեզնից էլ շատ երևելի քաջեր ընկան, և այդ քաջերից մեկն էր հարյուրապետ Շահկա Արոն։ Տղմուտի թրամարտից շատերը խելագարվեցին։ Սրերի շաչ ու շառաչից և մարդկային գոռում֊գոչումից դողում էր երկինքն ու երկիր։ Շատ զինվորներ այդ ժխորից ցնորված սկսեցին պատառոտել իրենց հանդերձանքը, գլխի մազերը փետել, ծիծաղել, հռհռալ և խելակորույս վազել ռազմադաշտով։ Ու հանկարծ երկու կողմերն էլ բռնեցին նահանջի ուղին, թշնամին դեպի հարավ, հայերը դեպի Արաքս։ Անդրանիկը զգալով, որ հակառակորդը ձգտում է Ջուրֆայի կամուրջը գրավել և խափանել զորքի ու ժողովրդի անցումը Արաքսից, մի քանի հարյուրակ առաջ շտապեց Ջուլֆայի կամուրջը պաշտպանելու։ Ես միայնակ մնացի խոյի մոտ իմ մի բուռ տարոնցի քաջերով։ Իմ սուրը հոգնեց, փամփուշտը վերջացավ, ձիս խփվեց։ Այդ ժամանակ մոտ վազեց իմ քաջարի հեծյալներից մեկը և տեսնելով, որ ես շրջապատման մեջ եմ, վայր թռավ թամբից և իր ձին առաջարկելով ինձ, ասաց. «Հեծիր իմ ձին և ազատիր քեզ, եթե ես կորա, մի մարդ կկորի, իսկ եթե դու կորար, բանակը կկորի»։ Նայեցի տեսնեմ, մշեցի Ճիրոն էր, մեր խիզախ հիասնապետը։
մերժեցի վերցնել։ Ճիրոն տաստոցը քաշելով սպառնալի դեմ տվեց կրծքիս։ Հեծիր և հասիր Անդրանիկին, այլապես ինքս կսպանեմ քեզ։ Իսկ դու։ Հոգ չէ, թե ես մնամ ու մեռնեմ։ Հեծիր իմ ձին և շտապիր զորավարի ետևից։ Ես հեծա Ճիրոյի ձին։ Ռազմադաշտը արագ դատարկվում էր և ամայանում կռվողներից։ Ավարայրը ծածկված էր դիակներով, ծանր տնքացող վիրավորներով ու վռնջացող ձիերով։ Տեղ-տեղ հատուկենտ հերոսներ դեռ շարունակում էին կռվել։ Հազիվ էի մի քանի քայլաչափ հեռացել, երբ 3 զինված ասկեր պաշարեցին ինձ, կամենալով գերի վերցնել։ Նրանք այնքան մոտեցան, որ ձեռք գցեցին նժույգի սանձին, ստիպելով զենքը հանձնել և վայր իջնել թամբից։ Ես ակնթարթում ձեռքիս տաստոցը թափով նետեցի ձիուս ոտքերի առաջ։ Երեքդ էլ, ինչպես ենթադրում էի, իրար հրելով վազեցին տիրանալու զենքին։ Ես արագությամբ իմ թուրը քաշելով երեքին էլ սրախոխող արի։ Բայց ինչ եղավ Ճիրոն։ Մի սև աբավոր երիտասարդ կարմիր բլուրի մատուռի մոտ դիրք մտած մեն-մենակ կռվում էր թշնամու դեմ։ Դիտակով նայեցի։ Ճիրոն էր։ Որքան աչքս կտրեց, ես տեսա նրա սև աբանհագին այդ դիրքերում հերոսաբար կռվելիս։ Վերջին գնդակը նա ուղղեց իր ճակատին և ընկավ Վարդանի մատուռի տակ։ Վշտից փակեցի աչքերս, որ ետ դառնամ, բայց հանկարծ մի սրտակեղեկ երգի ձայն դիպավ ականջիս։ Ծանր վիրավորների մեջ տղմուտի ափին ընկել էր նաև Ալադին միսակը։ Երգողը նա էր։ Քիչ անց նրա երգը լռեց։ Այդպես երգելով էլ նա մեռավ։ Տղմուտի ծանծաղներում վերջացան Ալադին միսակի երգերը, այն հրաշալի երգերը, որոնց շնչի տակ կաղապարվել էր իմ հայդուկային մանուկ հոգին, իմ սերնդի հոգին։ Նահանջ և հաշտություն։ Մեր մնացյալ ամբողջ զորքն ու գաղթականությունը հավաքվեց Ջուլֆայի գլխին։ Այդտեղ դարձյալ կռիվներ եղան և տիֆ ընկավ զորքի ու ժողովրդի մեջ։ Ջուլֆայից եկանք Ազա։ Ազայում Փաշան ասաց. «Գնա Նախիջևանի սարը դիրք բռնիր, նահանջ չտաս, ես հիմա կգամ»։ Փոքրիկ մի զորք առա ու գնացի իր ցույց տված սարը։ Նախիջևանի գլուխը դիրք բռնած սպասում եմ։ Տեսնեմ մի քանի բեկեր Շահ-Թախտիկի կողմից osmanցու մեծ բանակ առած գալիս են ինձ վրա։ Անդրանիկը ուշացավ։ Տեսա, որ պաշարվում եմ, զորքը ետ քաշեցի դիմացի սարը։ Իմ գնալուց հետո Փաշան գալիս է։ Իմանալով, որ նահանջ եմ տվել, նեղանում է և մենակ կռվելով osmanցու դեմ մութին հարկադրված զորքը ետ է քաշում։ Եկանք Աբրակունիս։ Ընդարձակ այգիներով շրջապատված գյուղ էր։ Զինվորներին տեղավորեց այգիների մեջ, իսկ հրամանատարներին տարավ վանք։ Այդտեղ Շապինանդն ասաց. «Ես էսուր չոլերն ընկած կերթամ։ Ում մոտ կերթամ այսքան զորք ու ժողովուրդ ձիուս պոչին կապած։ Անգլիացու մոտ կերթամ»։ Ու էդ գիշեր Անդրանիկը վանքում նստած նամակ գրեց Բաքու Ստեփան Շահումյանին, Նախիջևանի գավառը հայտարարելով սովետական Ռուսաստանի անբաժան մասը և իր զորամասը դնելով սովետների կառավարության տրամադրության տակ։ Աբրակունիսից եկանք Ցղնա, որ փարադաշտով գնանք Բեստ։ Ճանապարհին Անդրանիկի ձին կորավ։ Բարկացավ Հաջի Գևոյի վրա։ Շատ ման եկավ, գտավ իր ձին և փարադաշտից քշեց եկավ Բեստ։ Բեստում բժիշկ Բոնապարտին ծեծեց, ինձ վրա գոռաց, թե ինչու նահանջ տվի։ Առավոտ ելանք տեսանք Շապինանդը չկար։ Վերցրել էր մի քանի տասնյակ ուղտ ու ջորի ու բռնել Քաջարանի ճամփան։
Ես էլ կազմեցի իմ զորագունդը և կապուտ ջուղ լեռան ձյուն ու ծաղկի միջով իջա քաջարան։ Քաջարանում ես Անդրանիկին բարև տվի, բարևս չառավ։ Նախիջևանի նահանջի պատճառով խռովել էր ինձ հետ։ Ու այդպես իրարից խռով քաջերի երկրից ելանք գնացինք Պղնձե քաղաք։ Այդ քաղաքի անունը Կապան էր։ Քաղաքը ձորի մեջ էր, Ողջի գետի ափին։ Ձորի ամենանեղ տեղը շինված էր Դավիթ բեկի բերդը։ Բայց ոչ Պղնձե քաղաքն էր աչքիս գալիս, ոչ էլ Դավիթ բեկի բերդը։ Իմ ամբողջ մտածմունքը Անդրանիկի հետ հաշտվելն էր։ Մտածում եմ, թե ում գտնեմ, որ մեզ հաշտեցնի։ Որոշեցի Ճեպեճի Սարգսին դիմել կամ Հաջի Գևոյին։ Պատրաստ էի նույնիսկ մի հասարակ ձիապանի դիմել, միայն թե գործը գլուխ գար։ Վերջում կանգ առա աղբյուր Սոսեի վրա։ Գաղթականների մեջ շրջեցի, բայց Սոսեին չգտա։ Գնացի դեպի այն ժամանակավոր կացարանը, ուր տեղավորված էր Զորավարը։ Դուռը չբացած, ականջիս հասավ կանացի մի բարկացած ձայն. «Տո Անդրանիկ»։ Մտածում էի, թե ով կլինի այդ կինը, որ համարձակվում էր Զորավարին անունով կոչել և խստորեն նրան հանդիմանել։ Դուռը կամաց բաց արի։ Ներսում շատ մարդ կար։ Մի կերպ ներս մտա և աննկատ կանգնեցի։ Զորավարը կուչ էր եկել թախտի վրա, իսկ նրա առաջ կանգնած էր մի ջլապինդ, բարձրահասակ նիհար կին, և անվախորեն դատապետում էր Անդրանիկին, որ միջոցներ ձեռք չի առնում սոված գաղթականությանը կերակրելու համար։ Սոսեն էր։ Ոչ մի մեծավորի առաջ Անդրանիկը գլուխ չէր խոնարհում։ Բայց հենց որ աղբյուր Սոսեն էր խոսում, թեկուզ և հրամայաբար, նա խեղճացած գլուխը կախում էր, ի հարգանք հայդուկապետ Սերոփի, որի զինվորն էր եղել ինքը։ Անհույս համարելով այլևս Սոսեի միջոցով Անդրանիկի հետ հաշտվելը, ես դուռը իմ ետևից ծածկելով կամաց դուրս եկա։ Մի հայտնի մարդ կար Կապանի մեջ, Ղարաբաղցի էր, անունը Սմբատ։ Սմբատ բեկ էին ասում։ Այդ ղարաբաղցին մի շքեղ տուն էր շինել անտառի մեջ, Դավիթ բեկի բերդի մոտ։ Լսելով, որ Զորավար Անդրանիկը Պղնձե քաղաք է եկել, Սմբատ բեկը եկավ և նրան իրապարանքը հյուր տարավ։ Ուզում էր ինձ էլ տանել, բայց Շապինան ասաց, կամ ես, կամ նա։ Անդրանիկը չէր սիրում հարուստներին, բայց նրանց հրավերքին գնում էր և հանդիմանում նրանց։ Երբեմն էլ խրճիթներում ապրող թշվառ ժողովրդի վիճակը հիշելով, զայրույթից շուռ էր տալիս նրանց ճոխ սեղանները։ Կարծում էի, թե այդպես կլինի նաև Սմբատ բեկի հետ։ Բայց տեսնեմ, հանգիստ ապրում է և բոլորովին էլ չի հիշում ինձ։ 20 տարի մենք ախպոր պես լինենք, ու հիմա այսպես իրարից խռով, ասացի ինքս ինձ ու իմ զորք ու զորականից գաղտնի ելա գնացի Սմբատ բեկի մոտ։ Սմբատ բեկը ինձ Սմբատ֊փաշա էր ասում։ Նա իր ապարանքը տվել էր Անդրանիկին, իսկ ինքը տեղավորվել էր Փայտաշեն տանը, ծառերի տակ։ Սմբատ բեկ, ասացի, ես ու Անդրանիկ-փաշան իրարից խռով ենք։ Նախիջևանի կռվին ես հարկադրական նահանջ տվի, ու հիմա ամաչում եմ նրա աչքին երևալ։ Երեկ ես քաջարանում նրան բարև տվի, բարևս չառավ։ Հաջողացրու, որ հաշտվենք։ Սմբատ բեկը առավոտ վաղ ելավ։ Գնաց Անդրանիկի մոտ։ Պառավ մայր ուներ, նրան էլ իր հետ տարավ։ Փաշան սուրը կապած գնում գալիս էր սրահի մեջ։ Դուռը ծեծեց։ Մտեք, ասաց Փաշան։ Սմբատ բեկն ու իր մայրը ներս մտան։ Ասաց Փաշան, դու եկել ես, իսկ իմ քրոջն ինչու ես բերել։
Մայրն ասաց. Փաշա, ես եկել եմ խնդրելու, որ թույլ տաս Սմբատ փաշան գա քեզ մոտ։ Քո ասածը կատարված է, դու ազատ ես, գնա, ասաց Շապինանդը։ Սմբատ բեկի մայրը դուրս գնաց։ Մնացին Սմբատ բեկն ու Անդրանիկ փաշան։ Գնամ բերեմ։ Գնա, ասաց փաշան։ Սմբատ բեկը եկավ ու ինձ տարավ Անդրանիկ փաշայի մոտ։ Հեծա ճիրոյի ձին ու գնացի։ 20 քայլի վրա ձիուց իջա և մոտենալով համբուրեցի փաշի ձեռքը։ Նա էլ իմ ճակատը համբուրեց։ Դու Նախիջևանի կռվին ինչու նահանջ տվիր, չէ՞ որ ես քեզ հրամայեցի նահանջ չտաս։ Փաշա, քո մարմինը պողպատից է, իսկ իմը մսից, ինչպես դիմանայի։ Հաշտվեցինք, մնաս բարով ասինք Սմբատ բեկին ու Պղնձե քաղաքից ճամփա ելանք դեպի Գորիս։ Կապան Գորիս խճուղին փակ էր, ուստի գնացինք Առաջաձոր Տաթև դժվարին ճանապարհով։ Կերմաններով բարձրացանք Լեռան գագաթ։ Իջանք մի ուրիշ ձոր ու նորից բարձրացանք։ Նորից իջանք, նորից վերելք։ Վերին Խոտանա գյուղը մնաց մեր թիկունքում։ Զորքի ետևից հազարավոր գաղթականներ են շարժվում, բոլորն էլ հոգնած, փոշոտված, անոթի, սևացած։ Շատ ձիեր մնացին ու բեռներ թափվեցին ճանապարհին։ Վերջապես մութով հասանք Տաթև։ Վանքը նստած էր վիթխարի ժայռերի կատարին։ Առաջը Որոտանի կիրճն էր, իսկ ետևը ձյունապատ լեռներ։ Վանքի բակում մի ճոճվող քարասյուն կար, գլխին խաչքանդակ։ Շապինանդը ձեռքով հրեց այն։ Սյունը խորհրդավոր շարժվեց։ Վերջին փորձողը Թորգոմը եղավ, դարձյալ ճոճվեց։ Մենք նման ենք այս քարե սյունին, թեթև հպումից շարժվում ենք խորհրդավոր, բայց կանգուն ենք բոլոր փոթորիկների ու դարերի մեջ, ասաց Անդրանիկը և կարգադրեց վաշտապետներին զորքին դադարի հրաման տալ։ Գիշերը մնացինք Տաթև։ Հետևյալ օրը, օգոստոսի 3-ին, ելանք ճամփա։ Մեր առաջ անտակ ձոր է, սրունքին Տաթևի մեծ անապատը, իսկ տակը Սատանի կամուրջը։ Մեկիկ իջնում ենք ձորի կողերով։ Ձիավոր մի կին մեր աջակողմյան ժայռ ու մատուռի միջով վերևից շարժվում է դեպի Մենաստան անապատը։ Սոսե մայրիկն է իր զինվոր ղարիբի հետ։ Ետևից մի խումբ գաղթականներ են գնում։ Նրանց մեջ է բռնաշենցի Ծաղիկ Համբարձումը, տալվորիկցի Ֆադեն, իր թաղիկն ու բահը Շալակին, և դհոլ գրկած Շինականը, և մի չարքաշ բարձկան, որի տերը սպանվել էր Սեյդավարի կռվում։ Բարձկանը բնազդորեն գալիս էր գաղթականների հետ։ Բեռը այլևս թեթև էր։ Սելիմի լեռնանցքում ընկել էր ճրագվառոցը, ընկել էր ուրաքը, հավիթառը չկար։ Մի փայտե շերեփ, դռան սողնակ և հարսանեկան բարձ թափվել էին դեպի Տաթև վերելքի ժամանակ։ Տալվորիկցի Ֆադեն մի քանդված առու էր շտկում դեպի Մենաստան տանող ճանապարհին, երբ մի ծանր բան իր ոտքերին զարկվելով գլորվեց անդունդ։ Աստվածամոր նկարն էր երկար թարթիշներով։ Հետո մի արծաթե բուրվար ընկավ։ Բան չկա, գաղթի ճամփա է, դրախտի ճամփա չէ, ամեն բան կպատահի, հուսադրեց Ծաղիկ Համբարձումը, առանց ընթացքը դադարեցնելու։ Կիրճի հատակին Որոտանի մի ափից մյուսը մի հսկա քարաժայռ էր ձգված։ Սատանի կամուրջն էր։ Անցանք վրայով և բռնեցինք դիմացի զառիթափը։ Մեր աջ թևի վրա Հալիձորն էր, գլխին անդունդ։ Զորքի մի մասը հասել էր Շինուհայր գյուղի 7 աղբյուր սարը,
Մյուս ծայրը չոքած էր որոտնագետին, իսկ գաղթականների բազմության վերջին շարանը դեռ գալարվում էր վանքի ճոճվող սյունի շուրջ։ Այնտեղ է նաև Մոսե Իմոն։ Տաթևի քարափին կանգնած նայում է ձորն ի վար, տեսնելու, թե մինչև ուր գլորվեց Աստվածամայրը երկար թարթիչներով, կամ ուր հասավ Սոսե մայրիկի ձին։ Ես ու Շապինանդը հաշտվել ենք, գնում ենք կողք կողքի։ Մեր ետևից գաղթականություն է գալիս, դրոշակի ետևից զորքը, զորքի ետևից գումակը և հետտապահ զինվորներ։ Հոգնած է մեր զորքը, քչերը կոշիկ ունեն, շատերը ծակ տրեխներով են, առանց գուլպաների։ Սպաներից մի քանիսը նույնպես տրեխ են հագել, իսկ գլխարկները բազմաձև են, տարբեր։ Մեկ-երկու զինվոր զենքի հետ ջութակ ու սրինգ են կրում։ Զենք, ջութակ, սրինգ, կողք կողքի։ Իսկապես որքան տարօրինակ զորաբանակ է։ Արևմտյան Հայաստանի հեռավոր լեռներից այդ զորքը հասել է մինչև Որոտանի կիրճը։ Կիրճով Որոտանն է հոսում, իսկ լեռների վրայով ինքը։ Մեկը ոռոգում է հայոց հողը, իսկ մյուսը հայության ոգին։ Բազում կռիվներից ու դժվարին երթից խոցոտված, պատառոտված, մաշված է նաև Զորամասի դրոշակը։ Շինուհայրը մնաց Որոտանի կիրճում, իսկ ձախ թևի վրա 3 մեծ բլուրներ։ Գնալով եռաբլուրները հեռացան, թիկունքում մնաց նրանց կանաչ հարթությունը, և հանկարծ մեր առաջ, խոր ձորի մեջ, երևաց մի սպիտակ քաղաք։ Քարե մսուր։ Գորիսը ցնծությամբ դիմավորեց Անդրանիկին։ Զորքը տեղավորվեց մոտակա Վերիշեն, Տեղ և Խնձորեսկ գյուղերում, իսկ գաղթականությունը քաղաքի այգիներում, տներում և գետափի կենդանակերպ քարաբուրգերի շուրջ, ժայռափոշ այրերի մեջ։ Բայց Գորիսի շրջանը ցորենից սակավ էր։ Սիսիանում զով էր և ցորենն ու խոտը առատ։ Գորիսից ելանք և շարժվեցինք դեպի Անգեղակոտ։ Զորքի համար մի փոքրիկ հոտ է կազմված։ Ուր գնում ենք, այդ հոտը արածելով գալիս է մեր ետևից։ Հոտի մեջ է նաև անհայտ գաղթականի բարձկանը։ Հազիվ էր Անդրանիկը Անգեղակոտ մտել, երբ մի գյուղացի վրդովված ցցվեց նրա առաջ։ Փաշա, գանգատ ունեմ, մի աչքդ գցիր իմ տանիքին։ Էս գյուղում 1000 տանիք կա, ես ո՞ր տանիքին նայեմ, ասաց զորավարը։ Էն, որ նոր քաղած առվույթ կա վրան, և մի զինվոր առվույթս քանդելով թափում է ցած, ինչ իրավունքով։ Անդրանիկը դուրբինը դրեց աչքին։ Նայեց տեսավ, ախոն էր։ Եղանը ձեռքին, բարձր կանգնած, քանդում էր գյուղացու կանաչ դեզը։ Քանդում ու թափում էր ցած։ Ամեն հարվածին եղանի պոչը ցնցվելով դիպչում էր ժամատան զանգակին, մի թեթև ծլնգոց արձակելով։ Սառը քրտինք եկավ վրան։ Նա երբեք ախոյին այդպես չէր տեսել։ Մի՞թե ախոն է։ Նորից նայեց։ Չէ, ախոն էր։ Մինչև այդ դեռ ոչ մի զինվոր չէր արատավորել իր զորքի պատիվը այդքան գրգռիչ արարքով։ Սեյդավարի կռվից հետո ախոն Սասունցոց պոլկից անջատվելով հետապահ էր դարձել մեր զորամասին և գալիս էր գումակի ետևից։ Գաղթականների հետ հնձում էր Սիսիանցոց կղծած արտերը, օգնում բերքահավաքի աշխատանքներին։ Իսկ այսօր ինչ է պատահել այդ տարօրինակ զինվորին։ Անդրանիկը եկավ կանգնեց Անգեղակոծու տան առաջ։ Ախոյի աչքը դիպավ զորավարի աչքին։ Մեր ձիերի համար է, փաշա։ Ո՞ր ձիերի։ Սասունցոց պոլկի։
Սասունցուն ներքև կանչեց։ Էս գյուղացին գանգատ ունի քո դեմ, ու իր գանգատը արդար է, խոսեց փաշան ու մի շառաչուն ապտակ տվեց ախոյին։ Ախոյի կարճ մոխրագույն փափախը վար գլորվեց։ Փաշա, պատիվդ քեզ պահիր, գոռաց ախոն ու ձեռքը մաուզերին գցեց։ Շապին գարա հիսարցիները սրերը քաշեցին։ Փեթարամանուկն ասաց. «Էդ ինչ խոսք է, ախո», ու սասունցուն հրելով նետեց մի կողմ։ Քո մարդը ճանաչիր, գոչեց ախոն վեր կենալով։ Փափախը ծածկեց վագրի կատաղությամբ և նետվեց դեպի զորավարը։ Մանուկը բռնեց թևը։ Դեռ քո ծռությունը չես թողել, ասաց Անդրանիկը։ Կամ մոռացել ես, թե մեր այսքան տարիների պայքարն ու տանջանքը ինչի համար է։ Ախոն լռեց։ Սասունցին հավաքեց թափած առվույտը, իր ձեռքով դիզեց անգեղակոծ սուտանիքին ու ցած իջավ։ Տեսավ զորավարը նստել է գյուղացու շեմքին ու հազիվ լսելի ձայնով ինչ-որ տխուր եղանակ է շվացնում։ Պրծա՞ր, ախո։ Պրծա, փաշա։ Դե հիմա երթանք։ Գյուղի ծայրին մի ծերունի հաց էր կալսում։ Ծերունուն իջեցրեց, ինքը թռավ կամին։ Չորրորդ պտույտի վրա թիկտապահները կանգնեցրին մի գաղթական զինվորի։ Լեռնցի էր, բեղերը թանձր ու ոլորուն։ Անթուան փաշան ուր է։ Կամ է քշում։ Ինձ փաշի մոտ տարեք։ Փաշա, մազոտ աբայով մի զինվոր է ուզում քեզ տեսնել, զեկուցեց հիստապետ Թորգոմը։ Սասունցի Օհանն է, թողեք թող քովը զգա։ Զորավարը իջավ կամից, Օհանը նրա առաջը կտրեց։ Տխուր ես, Օհան, ինչ կա։ Փաշա, իմ ախպեր մորուքը ծանր հիվանդ է, մի ոչխար տուր տանեմ մորուքի համար։ Անդրանիկը Սասունում 3 տարի ապրել էր Օհանի տանը։ Հիշեց Մուրոյի տան աղուհացը և հովիվներից մեկին կանչելով կարգադրեց զորամասի խաշներից մի ոչխար տալ Օհանին։ Ոչ թե ձեր ընտրությամբ, այլ այս Սասունցին, որ ոչխարի վրա ձեռքը դրեց, այն էլ կտաք։ Օհանն առավ ոչխարն ու գնաց։ Շուտով մորուք կարուն ոտքի ելավ և զորքը անգեղակոթից շարժվեց դեպի բռնակոտ։ Այստեղ մերկ զինվորներին հագուստ տրվեց։ Բռնակոթից անցանք որոտնավանք։ Գեղեցիկ է Շաքիի ջրվեժը։ Անդրանիկը թիկնեց մի ժայռի և փափախը ձախ ոտքին կոտրած ընկավ մտքերի մեջ։ Բոլորս կախարդված էինք հրաշք տեսարանով։ Ինչ ամեհի գեղեցկություն է։ Ինչպիսի միասնական որոտալի ընթացք։ Նրա թնդյունը ինձ հիշեցրեց Գուրգուրան, որի գոռոցը Խոզմո սարի տակից մինչև Սասուն հասնում էր։ Ախ, եթե մեր ժողովուրդը այդպիսի միասնական թափ ունենար։ Հետևյալ օրը մենք մտանք Որոտնագյուղ և սեպտեմբերի 10-ին վերադարձանք Գորիս։ Այդտեղ էր հասել նաև սասունցիների գունդը։ Գորիսում երկար նստեցինք։ Անդրանիկը կանչեց տեղի ազգային խորհրդի մարդկանց և կարգադրեց զորամասի քառանիվ սայլերը նորոգել։ Երբ պատրաստ կլինի։ Մի շաբաթից, պատասխանեցին խորհրդի անդամները։ Ձեզ 2 շաբաթ ժամանակ։ Անցավ 2 շաբաթ, բայց սայլերը չնորոգվեցին։ Անդրանիկը զայրացավ և զգաց, որ ազգային խորհուրդը իր դեմ հակառակ ընթացք է բռնել։ Եղանակը աշուն էր և արդեն ցուրտ էր իջնում ձորերը։ Անդրանիկը կանչեց ինձ և ասաց. Ստիպված ենք այս ձմեռը Գորիսում մնալ, քո կարծիքն ինչ է։ Սա քարե մսուր է, այս մսուրը մեզ չի կարող պահել։
Ձմռանը դժվար կլինի զորքի և ձիերի համար։ Մարդիկ չեն ուզում նույնիսկ քո սայլերը նորոգեն։ Նա հա ասելով ես չէ, ելանք նորից եկանք անգեղակոտ։ Անգեղակոթում պառակտում ընկավ մեր մեջ։ Սարգիս Ճեպեճին և երրորդ գումարտակի հրամանատար Բոնապարտը իրենց 200 ձիավորներին առած Պղնձե քաղաքի վրայով ինքնագլուխ մեկնեցին Մեղրի, որ Պարսկաստան անցնեն։ Փեթարամանուկը սասունցիների գունդը քաշեց դեպի Դարալագյաս։ Այդ գնդի հետ գնացին Մորուք Կարոն, Տեր Քաջի Ադամը, Չոլոն, Իսրոն Փեթարա և Արծիվ Պետոն։ Ախոն նույնպես մեկնեց։ Գաղթականներն էլ տրոհվեցին։ Նրանց մի մասը տեղավորվեց Սիսիանի գյուղերում, ուր հացը թեև ցամաք, սակայն առատ էր։ Իսկ մի զգալի մասը սասունցիների գնդի հետ մեկնեց Վայոց ձոր։ Անդրանիկը դարձավ ինձ. Ինչ ես շվար կանգնել, քո միտքը նույնպես ինձնից բաժանվելն էր։ Բայց մենք Պղնձե քաղաքում հաշտվեցինք, Փաշա։ Հաշտվողներն էլ կարող են բաժանվել։ Ձեր նպատակն է հեռանալ Զանգեզուրի սահմաններից ու զորամասը ցրել։ Շաքիի ջրվեժը, որ մենք տեսանք, համարիր, որ չենք տեսել։ Ափսոս Հայկ Նահապետի ազգին։ Մեր զորքը ճեղքվեց։ Մշեսի և Խնուսցի զինվորները, ինչպես նաև զորամասի հարյուրապետների մեծ մասը մնացին ինձ հետ։ Իսկ Անդրանիկի հետ մնաց միայն առանձին հարվածող զորամասի մնացյալ ամբողջ զորքը, թվով 1300 զինվոր, գլխավորապես Շապինգարահիսարի, Կարինի, Խարբերդի, Խոտորջուրի և Կամախի հեծյալն ու հետևակը։ Շապինանդը իր զորամասով մնաց Զանգեզուր, իսկ ես իմ ձիավոր վաշտերն առած եկա Վայոց ձոր և Սելիմի լեռնանցքով բարձրացա դեպի Սևանի արևելյան ափերը։ Վաղ, իմ Ասլանս կորավ։ Մշեցի հին հայդուկներից Գորիսում շատ քիչ մարդ մնաց։ Դրանցից մեկը գումակի պետ Հաջի Գևոն էր։ Զորավարի բարկության, վշտի կամ ուրախության պահերին սպայակույտի միակ անդամը, որ համարձակվում էր նրան մոտենալ, Հաջին էր։ Զվարթախոս, կենսախինդ մարդ էր Հաջին, բոլոր զինվորների ու սպաների սիրելին։ Տարիքով ծեր էր, ոտքից էլ թեթև կաղում էր, բայց բնավորությամբ ու խառնվածքով երիտասարդ էր։ Ելնում էր միշտ առավոտ շատ վաղ, երբ ամենքը քնած էին, և չերքեզկան հագին, թուրը կապած, երկաթակոթ ծխամորճը ձեռքին, շվշվացնելով անցնում էր Գորիսի փողոցներով։ Սովորություն ուներ կանգնել Շապինանդի լուսամուտի տակ և բարձրաձայն սուլել իր հայդուկային հին երգը, որի ամեն 2-3 բառերից մեկը լոլո էր։ Այդ առաջին գիշերն էր, որ Անդրանիկը հոգնած քուն էր մտել քարե մսուրում, Մախլուտոյի և իր ձիավոր զորքի մեծ մասի բացակայությամբ։ Առավոտ կանուխ իր պատուհանի տակով անցավ Հաջի Գևոն, բարձրաձայն լոլո կանչելով։ Շապինանդը բարկությամբ բաց արավ լուսամուտը և հրամայեց նրան ետ դառնալ։ Հաջին մոտեցավ։ Լսիր, դու քուրդ ես, թե հայ։ Հայ եմ, զորավար, և այն էլ մանասկերտցի։ Դու երևի մանասկերտցի քրդերից ես։ Ինչ ես ամեն առավոտ լուսամուտից տակ լոլո կանչում։ Շարքային հասարակ զինվոր էիր, ես քեզ սպա դարձրի, հետո էլ կարգեցի զորամասի գումակի պետ, որ իմ և զորքի քունը խանգարես քո լոլոներով։ Հայդուկ եմ եղել, զորավար, և այդ երգը միշտ իմ շուրթին է։ Հայդուկ ես եղել, իսկ մենք քո կարծիքով երկնքի՞ց ենք ընկել։ Վարժվիր զինվորական կարգ ու կանոնի, չերքեզկա և հանկարծ լոլո։ Հիմա լսիր իմ հրամանը։ Մեր քառանիվ սայլերը արագ նորոգվում են։
Ազգային խորհրդի տղաներին զգուշացրու, որ վաղը վերջին օրն է։ Սարգիս Ճեպեջին էր մեր ձիանքը պայտում, նա հիմա չկա։ Գորիսում կամ գաղթականների մեջ շտապ 1-2 պայտառ գտիր, որ զորամասի ձիերը պայտեն։ Աղբյուր Սոսեն 2 օր առաջ գանգատվեց, որ ձիու պայտերից մեկը մնացել է Որոտանի կիրճում։ Հիստապետ Թորգոմի ձիու պայտն էլ է ընկած։ Ստուգիր և 2-ի ձիերն էլ պայտել տուր։ Մի խոսքով, քո լոլոները պակասեցրու և նալերը շատացրու։ Կարգադրել էի, որ քաղաքում մնացած գաղթականներին պարեն բաժանեն։ Իմացիր բաժանեցին, թե ոչ։ Ճրագ-վառոցին կգաս զեկուցելու։ Լսում եմ, զորավար։ Դե հիմա գնա։ Հաջի Գևոն ամբողջ օրը զբաղվեց զորավարի հրամանը կատարելով։ Երեկոյան, երբ շվշվացնելով վերադառնում էր սպայակույտի կենտրոնատեղին, արձանացած կանգ առավ մի տեսարանի առաջ։ Մի աշխույժ խութեցի, գետափի կոտրած գերաններին գաղթականների մի խումբ շուրջը ժողոված, ոգևորությամբ հեքիաթ էր պատմում։ Սեբաստացի Մուրադ, Սարի Ղամիշեն անզեն կհասնի Թիֆլիս քաղաք։ Գեներալ Նազարբեկով նրան կկանչե իր քով, կասե. Մուրադ, մենք Օսման թուրքի հետ խալ ու խարզ ենք հիմա, մեր մեջ կռիվ վերջացած է, դու կուզես, որ քո և Անդրանիկի պատճառով մեր մեջ նորից կռիվ եղնի, շուտ առ քո սև յափնջին, առ քո սպիտակ ձին ու հեռացիր էստեղից։ Մուրադ կառնի իր սև յափնջին, կհեծնի իր սպիտակ ձին, ինքն էլ քաջ սիրուն տղամարդ կեղնի, կերթա Հյուսիսային Կովկաս։ Իր ետևից նորից հեռագիր կգա, թե ավելի հեռու գնա, Մուրադ կերթա կհասնի Հաշտարխան։ Կլսե, որ էդ կողմերը մի կարմիր հրամանատար կա, անունը Որոշիլով։ Ձին կքշե կերթա էդ հրամանատարի քով։ Բարև կիտա, բարև կառնե ու կարմիր հրամանատարին կասե. Դուք Լենին փաշի հետ զորք ու զենք եք վերցրե ազատ կյանքի համար։ Մենք լե ռանչպար մարդիկ ենք, ու մեր կռիվ աշխարհի բեկերի ու զորբաների դեմ է։ Էլ կարելի է տարակուսել, որ ձեզ հետ ենք։ Որոշիլով կասե, որ այդքան քաջ մարդ ես ու մեր գործին համակիր, մեր ընկեր Ստեփանոս Շահումյան Բաքվի մեջ նեղ տեղ է ընկած, ել գնա Բաքվի ճակատ։ Զենք տուր երթամ։ Որոշիլով իրեն զենք կտա, ու Մուրադ նույն օր ձին տակ հրացան թևին, կանցնի Բաքվի ճակատ ու կկանգնի Ստեփանոս Շահումյանի կողքին։ Էնի թող էնտեղ մնա, մենք ջուղապ տանք Անդրանիկից։ Անդրանիկ, որ կհասնի Աբրակունիս, կնստե նամակ կգրե Ստեփանոս Շահումյանին։ Նամակի մեջ կգրե. ես, Դարբնի տղա Շապինանդ, Գողթան գավառ և Նախիջևանի գավառ, և Մեղրի գավառ կարմիր դրոշակի տակ առա։ Գիշերով կերթա կղնուտ ու իր նամակ անթել հեռագրով կքաշե Բաքու։ Շահումյան Ստեփանոս կվերու Անդրանիկի անթել հեռագիր ու կքելե Լենինի քով։ Թե հալու հալբատ էսպես բան, զորավար Անդրանիկ իր զորքով մեր կողմ անցավ։ Լենին կհարցու. Անդրանիկ ում տղեն է։ Դարբնի տղա է, կպատասխանի Շահումյան Ստեփանոս։ Բարև արա Անդրանիկ փաշին, կասե Լենին, ու շատ կուրախնա, որ Դարբնի տղա Անդրանիկ Նախիջևանի վրա կարմիր դրոշակ է քաշել։ Շահումյան Ստեփանոս կնստի ու նամակ կգրե Անդրանիկ փաշին, թե քո ընկեր Սեբաստացի Մուրադ արդեն Բաքու է հասե։ Դու ինչու ես նստե Աբրակունիս, շուտ վեր կա ծարի։ Ու այն ժամանակ, որ Շապինանդ կկարդա Ստեփանոսի նամակ և Լենինի բարևներ և կուզե ձի նստել, որ իր զորքը առնի Բաքու էրթա, կտեսնի իր ձին չկա։
Իմ ձին գողցան, կգոռա Փաշան։ Հարյուրապետ Ճեպեճի Սարգիս և հիստապետ Թորգոմ բժիշկ Բոնապարտի հետ վազելով կիգան։ Իմ ձին ուր է, կհարցու Փաշան։ Չգիտենք, քո ձիապանին հարցու։ Էստեղ Փաշան կհերսոտի։ Մի չափալախ կիտա Ճեպեճի Սարգսին, մի չափալախ կիտա հիստապետ Թորգոմին, իսկ բժիշկ Բոնապարտը լեղապատար կփախչի։ Կկանչե Հաջի Գևոյին։ Իմ ձին ուր է, կհարցու Փաշան։ Ագուլիսից վերև, ձորի մեջ, մի հին վանք կա։ Հաջին կհիշե, որ Սեյդավարի կռվից հետո զորավարը Ասլանին ուղարկել էր այդ վանքին պահելու։ Քու ձին տվել ես վանքին պահելու, կպատասխանե Հաջին։ Շուտ մարդ ուղարկե թող բերի։ Ես այդ ձիով Բաքու Ստեփանոս Շահումյանի հավարին պիտի երթամ։ Հաջի Գևոն մարդ կուղարկե վանք, բայց դատարկ ետ կգա։ Հեյ վախ, կասե Փաշան։ Մեր վանքերն էլ անսուրբ դարձան։ Ու մի չափալախ կիտա Հաջի Գևոյին։ Հաջի Գևոն ցավից երկու ականջ կբռնե ու կգոռա։ Էդ գոռոցի վրա ներս կմտնե Սմբատ Փաշան։ Իմ ձին ուր է, կհարցու Փաշան ու մի չափալախ կիտա Սմբատ Փաշին։ Դեռ մինչև էդ օր Անդրանիկ Փաշան Սմբատ Փաշի վրա ձեռք բարձրացրած չկար, այնքան որ կսիրեր են օր։ Սմբատ Փաշեն կասե. եկեք երթանք, էդ խելրտուկի ձին գտնենք, թե չէ մենք դրա ձեռքից պրծնող չենք։ Ճեպեճի Սարգսին ուղարկեց Գողթան գավառի վերին Ագուլիս, հիստապետ Թորգոմին Սեյդավար։ Հաջի Գևոն ականջը բռնած, շվշվացնելով կերթա Նախիջևանի սարերը, իսկ ինքը մի քանի սասունցի ծուռ հայդուկ իր հետ առած, մորուք կարո, չոլո և արծիվ պետո, կհասնի մինչև Ջուլֆա։ Շատ ման կգան, չեն գտնի, ճարահատյալ ետ կգան։ Վախ, իմ Ասլանս կորավ, կգոռա Անդրանիկ Փաշան ու բարկությունից ամեն մեկին նորից մի չափալախ կտա։ Ամենամեծ չափալախ էլի բաժին կընկնի Հաջի Գևոյի ականջակոթին։ Ես լսել էի, որ գաղթականների մեջ Բռնաշենցի մի հիանալի հեքիաթ պատմող կա, բայց տեսած չկայի, ասաց Հաջի Գևոն գերանների վրա նստած մարդկանց մոտենալով։ Անունդ ինչ է։ Իմ անունը Ծաղիկ Համբարձում է, էդ հեքիաթ պատմողը ես եմ։ Քանի տարի է, որ հեքիաթ ես պատմում։ Հա կպատմեմ։ Վերջին ասացողի ձեռքից կառնեմ, մեկ-երկու նախշ կդնեմ վրեն ու կտամ ինձնից հետո եկողին։ Իմ հեքիաթին վերջ չկա։ Հիանալի պատմություն է, բայց մի բան ասեմ, Համբարձում եղբայր։ Դեռ մինչև այսօր Անդրանիկ Փաշան ինձ ապտակ տված չկա։ Ինչի դու ով ես։ Ես Հաջի Գևոն եմ։ Հեքիաթի մեջ կիտա դու խաբար չես եղնի։ Ուրեմն Հաջի Գևոն դու ես։ Ես քու լոլոն լսել եմ, բայց քեզ տեսած չկայի։ Հեքիաթն էլ իմ լոլոն է, պարոն Հաջի։ Դու քո լոլոն առավոտ կշվացնես, ես էլ իմը իրիկվան։ Ասաց Բռնաշենցին բեղի ծայրը մատի վրա բարակ ոլորելով։ Ասում ես, Փաշան քեզ ապտակ տված չկա։ Ինչու Փեթարա ախոն քեզնից պակաս տղամարդ էր, որ նրան ապտակ տվեց։ Էդ էլ հո հեքիաթ չէ։ Ախոն ինչ իրավունք ուներ խեղճ անգեղակոծու առվույտը տանիքից ցած թափել։ Կամ Սմբատ Փաշան էր պակաս տղամարդ, որ նահանջ տալու համար արժանացավ Շապինանդի ապտակին։ Էդ բոլորը Փաշան արել է Հայաստանի պատվի համար, իմ ու քու պատվի համար։ Քանի որ խոսքը տեղն եկավ, մի կարճ բան պատմեմ, մինչև Անդրանիկի ձին գտնենք։ Խութեցի Սալիմ աղեն
իր քոլոզը տարավ դրեց ճամփի մեջտեղ։ Շաքիր հիշեց, տեսավ ճամփի վրա իր դուշմանի քոլոզն է դրված։ Կարծելով, թե Սալիմը սպանվել է, նշան բռնեց նրա քոլոզին։ «Դու իմ քոլոզին զարկեցիր, ուրեմն ինձ զարկեցիր», բոռաց Սալիմ աղեն ու զարկեց սպանեց իր քոլոզի վրա նշան բռնողին։ «Հիմա դու իմ հարցին պատասխան տուր, պարոն Հաջի, մեր ազգության պատիվ մի քոլոզի չափ էլ չկա, որ Անդրանիկ Փաշեն նրա վրա նշան բռնողին անպատիժ թողնի, կամ նրա տանիքի բարդոցը քանդողին մի ապտակ չտա։ Հիմա ջուղապ տանք Անդրանիկի ձիուց»։ 3 բաղարջ Ծաղիկ համբարձումը փաթաթեց մի գլանակ ու շարունակեց. Լուսադեմին, Շապինանդ Մորուք Կարոյին, Չոլոյին և Սաֆար Պետոյին ուղարկեց սասունցոց պոլկ, իսկ ինք հագավ ախոռապետի շոր ու մի փոքրիկ ձիակապ առնելով մեն-մենակ ընկավ ճամփա։ 1000 ձի կխրխնջար, Անդրանիկ իր ձիու խրխնջոց կջոկեր 1000-ի միջից։ 1000 ձի անցներ ճամփով, գիտեր, թե իր ձիու կչխակի տեղը որն է։ 6 օր 6 գիշեր ման եկավ։ 7-րդ օրվա հրամկային տեսավ մի մարդ ելավ ցախուտից, ետևից մի սել անտառափայտ քաշ տալով։ Մոտեցավ հարցրեց. «Էդ փայտ ուր կտանես»։ «Վաճառելու»։ «Անտառի մեջ ձի կամ ձիու հետք տեսա՞ր»։ «Ոչ ձի տեսա, ոչ ձիու հետք», պատասխանեց փայտավաճառ գյուղացին։ «Վախ իմ ասլանս», ու գլխին զարկեց փաշան։ Խոսքը բերանին տեսավ կողքի չեչոտ սարով մի ծեր մարդ կերթա, ետևը համետած մի ձի, վրան 40 փութ աղուն բարձած։ Ձիու տեսք վագրի էր, ոտքեր բարձր ու բարակ։ Ասլանն էր։ Ճմլվեց Անդրանիկի սիրտ իր նժույգին էդ վիճակի մեջ տեսնելով։ Հեռվից ձեռքով արեց ու հևիհև վազեց։ Գյուղի ճամփին ծերունուն բռնեց։ «Բարև, մեծ ախպեր»։ «Բարին արևդ, փոքր ախպեր, ինչի ձեռքով արիր»։ Ձին, ափսոս է, ինչի ես վրեն համետ դրել»։ «Բա համետը ինչի վրա դնեմ»։ «Չէ՞ որ դա Շապինանդի ձին է»։ «Դու Շապինանդի ի՞նչն ես»։ «Ես նրա ախոռապետն եմ»։ «Շապինանդը ախոռ ունի, որ ախոռապետ կունենա», պատասխանեց զանգեզուրցին։ «Նրա բարձը մի ժեռ քար է ու ձիու սանձը միշտ բռի մեջ։ Մեր փաշան ոչ տուն ունի, ոչ ախոռ»։ «Էդ մեկը դու ճիշտ խոսեցիր, բայց էդ պութ խալերով գրաստը նրա ձին է, ու քու փոքր ախպերը էս մի շաբաթ է սար ու ձոր ընկած դրա ետևից ման կգա։ Եկ, էդ բեռն ու համետը վրայից ցած առ ու իմ հրեղեն ձին տուր տանեմ»։ «Ինչ ասացիր, հրեղեն, էս քոսոտ ձին է հրեղեն», զարմացավ ծերունին։ «Մի ես շրջանի գյուղերը ման արի, Ագուլիս, Ցղնա, Փարագա, տես թե մարդիկ ինչ հրաշք են տեսել։ Փաշեն նստել է ձին խրխնջացել է ու արջևի ոտքերը բարձրացնելով էնպես է զարկել Խոյ քաղաքի պատերին, որ պատը մեջտեղից ճղվել է, ու ինքն ու իր ձին ներս են մտել։ Ծուխն ու մուխը, ձիու խրխինջն ու թոփի ձենը խառնվել են իրար։ Այ, դրանք ասեն փաշա, դրանք ասեն հրեղեն ձի, իսկ դու եկել աչքս տնկել էս քոսոտ գրաստին։ Մեծ ախպեր, սա Շապինանդի ձին է, ես եմ կորցրել, ես էլ պետք է գտնեմ։ Էս ձին մի ասորի ցեղապետ է նրան նվիրել Սաստասարի վրա, և անմահական է, որովհետև հրեղեն ձիու շունչ է դիպել նրան։ Հիմա էլ անմահական դարձավ։ Հրեղենը և անմահական։
քո փաշեն հիմա որտեղ է։ Քնած է վրանի տակ։ Փոքր աղբեր, կամ դու ես գիժ, կամ ինձ ես գժի տեղ դրել։ Նեղացավ Սարեցին։ Շապինանդը հիմա Խոյ քաղաքի թագավորի թախտին նստած իր շորերն է թափ տալիս գնդակներից։ Սմբատ Փաշեն էլ թագավորի Նալբանդին կանչել է, որ նրա ձիու մաշված պայտերը փոխի։ Էս ինչ ժամանակ է, որ ազգի հերոսը հանգիստ քնի վրանի տակ։ Դու էդ հեքիաթը սարքեցիր, որ տիրանաս Փաշի ձիուն, ասաց ախորապետը։ Ճիշտ է, որ Շապինանդը կռվով հասել է մինչև Խոյ և Սեյդավար, բայց նա ամենևին փափակ չունի թագավորի թախտին նստելու։ Նա թշնամի է թագավորներին և ինձ շտապ ուղարկել է իր ձին գտնելու, որ նստի Բաքու էրթա։ Էդ Փաշը ասածդ շատ հասարակ մարդ է։ Օր է եղել, որ մենք միասին նույն մսուրի մեջ ենք քնել, և տանտերը ինձ ավելի մեծ պատիվ է տվել, կարծելով, թե Շապինանդը ես եմ։ Սուտ է, որ դու նրա ախորապետն ես։ Սուտ է, որ մի ասուրի ցեղապետ է էդ ձին տվել նրան։ Եթե նա էլ քեզպես մի հասարակ ծառա է, ուրեմն էլ ինչ Փաշա, ասաց Զանգեզուրցին ու ձին շարժեց առաջ։ Կչղակների տեղերը տես, բոլորովին տարբեր է ուրիշ ձիերի ոտնատեղերից, բոռաց ախորապետը, ետևից կռանալով և ցույց տալով ձիու մանրիկ թարմ հետքերը գետնի վրա։ Հիմա էլ կչղակներին կպար։ Ո՞վ է էդ ձևով ձիու տեր դարձել աշխարհի վրա։ Հերսոտավ Զանգեզուրցին ու սկսեց նոր երդումներով հավատացնել, որ ինքը էդ ձին առել է Մեղրեցի մի շինականից։ Սա էլ իր հերթին առաս է եղել Նախիջևանցի մի ձիավաճառից։ Ախորապետի և ծերունու վեճի վրա շատ մարդիկ հավաքվեցին գյուղաճամփին։ Աղեք, որ անհավատ ես։ Եկ այսքան մարդու առջև դու էլ կանչիր Ասլան ջան, ես էլ կանչեմ։ Տեսնենք, որի կանչին ձին պատասխան կտա։ Ում կանչի վրա խրխնջաց, ձին նրանն է, առաջարկեց ախորապետը։ Զանգեզուրցին համաձայնեց, ու նրանք հերթով դիմեցին ձիուն։ Ասլանս, ասլանս, կանչեց Սարեցին, բայց ձին նրա կանչին անտարբեր մնաց։ Շապինանդը դիմեց նրան իր սովորական փաղաքշական ձայնով. Ասլան, ասլան։ Ձին ականջները սրելով բոլորի առաջ բարձր խրխնջաց։ Հիմա համոզվեցիր, որ սա Շապինանդի ձին է, հարցրեց ախորապետը։ Համոզվեցի, ախպեր, բազմության առաջ երկու ձեռքը վեր բարձրացնելով իր պարտությունը խոստովանեց ծերունին։ Բայց ես քեզ առանց գրաստի չեմ թողնի, հուսադրեց ախորապետը։ Գնանք մեր գումակը և ուզածդ ձին վերցրու, մի քիչ էլ կանխիկ դրամ կտամ։ Կանխիկ դրամը հիմա տուր։ Ինձ մոտ դրամ չկա։ Սասունից մինչև էստեղ գանձի փոխարեն իմ ձեռքի մեջ միայն էս ձիու դատարկ սանձն է եղել։ Զանգեզուրցին Ասլանի վրայից կվերցնի բեռն ու համետը, ախորապետը ձին կհեծնի։ Ո՞վ է էդ մարդը, կհարցնի անթացուպին հենված մի հայ զինվոր, ճեղքելով բազմության շարքը։ Շապինանդի ախորապետն է, կպատասխանեն ներկաները։ Ոչ, դա ինքը Անդրանիկ Փաշան է։ Նա ծպտված է ախորապետի շորերով, կբացականչի զինվորը և հիացմունքից ու զարմանքից առաջ կգա զինվորական գլխարկը նրա ետևից հանելով։ Ես նրա առանձին հարվածող զորքի մեջ էի, իմ վերքը Խոյի ճակատամարտին ստացա։ Էդ խոսքի վրա բոլորը իրենց գլխարկներ կհանեն և շուռ կգան ձիավորի կողմը, որ մոտիկից տեսնեն նրան։ Բայց Շապինանդը արդեն Ասլանի ականջը մտած կբարձրանար սարով։ Ճամփան ձորն ի վեր զառիթափ ու ցից կերթար։ Էդ ձորի փորի մեջ մի ուրիշ ձոր կեղնի։ Էդ ձորի մեջ էլ
մի պստիկ ձոր։ Կքշե ձին ու այդ նեղ ու ցից ճամփով կելնի վեր։ Այդ սարի վրա 7 ճամփա կբացվի իր առաջ։ Ձին կմոլորվի, չգիտի որ ճամփով երթա։ Ետ ու առաջ կերթա կգա ու կգլորվի կնկնի առաջին մեծ ձորի փորի մեջ։ Էստեղ Անդրանիկի ուշք կերթա, թամբից կպատի ցած։ Երկու ալրոտ տղամարդ ձորի միջից վազելով կգան կբռնեն թևից, կասեն. «Այ մարդ, ինչ պատահեց քեզ, ինչու պատարցած»։ Կասե. «1000 ձի խրխնջա, ես իմ ձիու խրխինջ կջոկեմ 1000-ի միջից, 1000 ձի անցնի սարով, ես կերթամ կկանգնեմ իմ ձիու կչղակի վրա, բայց էս սարի կողեն 7 ճամփա բացվեց իմ առաջ, ես ու իմ ձին մոլորվեցինք, չգիտենք թե որ ճամփով երթանք»։ Այդ մարդիկ ջաղացի առվից ջուր կբերեն, կցանեն իր վրեն, ուշքի կգա, կասեն. «Դու ով ես»։ Կասե. «Ես Անդրանիկ Փաշեն եմ, Բաքու, Շահումյանի Հավարին կերթամ»։ Ձեր ջրաղացպանը Շահումյան Ստեփանոսի Բաքվի ընկերներից կեղնի։ 3 բաղարջ կեփե կդնե Անդրանիկի խուրջինի մեջ, կասե. «Այդ 7 ճամփից 3 ճամփեն աջ կողմի վրա թող, 3 ձախ կողմի ու մեջտեղի ճամփով քելե, Բաքվի ճամփեն էդ է»։ Անդրանիկ խուրջինը 3 տաք բաղարջով կկապե թամբին ու Ասլանին հեծնելով կհասնի Բեստ։ Բեստի մոտ նամակ կգա Բաքվից, որ Շահումյան Ստեփանոս և իր 25 ընկերներ սպանված են։ Շապինան դեստեղ կընկնի թամբին ու կիլա ու կբարձրանա սարով։ Մեկ էլ են կտեսնի, որ կանգնած է Փարագա գյուղի ձորի գլխին, անտառի մոտ։ Ով Տեր Աստված կասե. «Ես, որ Սելիմից Վայոց ձոր իջա, արդ ու անտառ կանաչ էր, մկա ցորեն լե հասավ, ես դեռ քաջարանի ճամփին եմ»։ Փարադաշտի կողմից մի սև ագռավ կգա ու կնստի էն ծառի վրա, որի տակ Անդրանիկի ձին էր կանգնած։ «Յաման, անձեղ, Աստծո հովորիկ», կասե. «Էդ ինչ սև թուղթ է սպիտակ կտուցիդ մեջ»։ Խոսք բերանին թուղթը կընկնի ձիու մեջքին, անձեղ կթռնի կերթա։ Մեկ էլ են կտեսնի Անդրանիկ, որ ընկած տեղը սևցավ։ Ձին իմաստուն էր, դարձավ ասաց. «Հեյ վախ, Շապինանդ, քո ընկեր Սեբաստացի Մուրադ սպանված է, ու իր զորք էն օր տարե թաղել է Արմենիքենդ գերեզմանատուն»։ Շապինանդ էնտեղ վշտից ձիու վրա շուռ կգա։ Խուրջին կպոկվի թամբից ու բաղարջներ վերևից կգլորվեն ձոր։ Ողորմի, 1000 ողորմի բոլոր անմեղ սպանվածների հոգուն, Աստված ձեր անդարձին դարձի տա, դուք էլ որ անմեղ եք, հաստեք ձեր մուրազին։ Ճրագները հանգչում էին, երբ Հաջի Գևոն ներկայացավ Շապինանդին։ Կարճ զեկուցիր։ Քարանիվ սայլերը վերանորոգված են, Փաշա, բոլոր ձիերը պայթված են, հեծելազորը կազմ ու պատրաստ է վաղվա համար։ Գաղթականների մոտ եղա՞ր։ Եղա, Փաշա, նրանք գետափի գերաններին նստած հեքիաթ են պատմում ձեր մասին։ Հեքիաթ։ Մեր ժողովուրդը սիրում է խալիչագործել։ Երկնքից քանի խնձոր ընկավ։ Երկնքից ընկավ 3 բաղարջ, մեկը Լենինի, մեկը Ստեփանոս Շահումյանի, իսկ մյուսը մեզ բոլորիս համար։ Քեզ բաժին չմնաց։ Իմ բաժինը մի ապտակ եղավ, որ տվել ես ինձ հեքիաթի մեջ։ Հիմա դու իրավունք ունես լոլո կանչելու։ Դե կանչիր։ Լոլո, լոլո, լոլո։